ինչ պայման է դրել Պուտինը Փաշինյանի առջև։ Ժամանակն է, որ Ռուսաստանը հրաժարվի իր ամենամոտ հարևանների Եվրամիությանը միանալու նկատմամբ ունեցած հանդուրժողական վերաբերմունքից, քանի որ ՆԱՏՕ-ի ներսում ստեղծված ճգնաժամը կարող է հանգեցնել դրա լիարժեք եւ ծայրահեղ թշնամական ռազմական դաշինքի վերացմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ինչպես նշել է Մեդվեդևը, մինչ այժմ հարևան երկրների ԵՄ անդամակցության վերաբերյալ Մոսկվայի հռետորաբանությունը զուսպ ու հանգիստ է եղել, բայց հիմա ամեն բան պետք է փոխվի։ Դա վերաբերում է այդ թվում Հայաստանին, որը մեկ տարի առաջ 2025-ին ընդունել է ԵՄ անդամագրման մեկնարկի մասին օրենք, ասել է ռուսաստանցի պաշտոնյան ու հիշեցրել, որ ապրիլի 1-ին Կրեմլում Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է միաժամանակ ԵՄ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցության անհամատեղելիության մասին։ 18-ամյա Դավիթ Մինասյանը վերակենդանացման բաժանմունքում է, այս մասին հայտնում է նրա փաստաբանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ելնելով Դավիթ Մինասյանի առողջական վիճակից որոշում է կայացվել նրան հոսպիտալացնել։ Հիշեցնենք, որ Ծաղկազարդի օրը անցած կիրակի պատարագից հետո Դավիթ Մինասյանին ձերբակալեցին Սուրբ Աննա եկեղեցու բակից, ապա մեղադրանք առաջադրեցին, կալանավորեցին 2 ամսով։ Դատարանից արմավիր ՔԿՀ չհասած Դավիթը գիտակցության կորուստ էր ունեցել։ 2 ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի մայրը Գայանե Մինասյանը նախօրեին դիմել էր ԿԳՄՍ նախարարին, խնդրելով երաշխավոր հանդես գալ որդու կալանքի որոշումը փոխելու համար։ ԿԳՄՍ նախարարությունից Պանորամայեմին փոխանցեցին, որ ստացել են երաշխավորության խնդրագիրը եւ սահմանված կարգով քննարկվում է։ Հիշեցնենք, որ Դավիթը սովորում է 12-րդ դասարանում։ Ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը կայանալու է միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը։ Ինչ պետք է անեն դիմորդները։ Նրանք, ովքեր չեն ցանկանում վերահանձնել քննությունը, միևնույն է պետք է լրացնեն դիմում հայտ, նշելով նախընտրած բուհը, մասնագիտությունը եւ պահպանել գնահատականը տողը։ Նրանք, ովքեր պատրաստվում են քննություն հանձնել հունիսին, պետք է հայտագրեն առարկաները, բուհը եւ մասնագիտությունը։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն 10 օր ունի ԱՊՀ-ից դուրս գալու մասին հրամանագիր ստորագրելու համար, որը պաշտոնական մոնիթորում հրապարակվելուց հետո Քիշնևը կտեղեկացնի կազմակերպության քարտուղարությանը դուրս գալու մասին։ Հինգշաբթի օրը կայացած նիստում Մոլդովայի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ հաստատել է ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագրի եւ համագործակցության կանոնադրության չեղարկման նախագիծը։ Ըստ ընթացակարգի խորհրդարանի որոշմանը պետք է հաջորդի նախագահի համապատասխան հրամանագիրը։ Այն որոշ ժամանակ կպահանջի, մինչև 10 օր։ Այնուհետև հրամանագիրը կհրապարակվի պաշտոնական մոնիթորում, իսկ ԱՊՀ քարտուղարությունը կտեղեկացվի բառացիորեն հաջորդ օրը, հայտարարել է արտաքին գործերի նախարարությունը։ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները պարզաբանել են, որ Քիշնևից ԱՊՀ ղեկավարությանը ծանուցում ուղարկելուց հետո կանցնի եւս 12 ամիս, որի ընթացքում պաշտոնապես կկարգավորվի համագործակցությունից հանրապետության դուրս գալը։ 2022 թվականից ի վեր Մոլդովան անտեսում է ԱՊՀ-ն, որի անդամ է մնում, եւ ԵԱՏՄ-ն, որի դիտորդ է։ Ավելին իմանալու համար հետևեք Պանորամայեմին եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։